Սիրելիներս, այդ բոլոր տվյալները, որ ես հավաքել եմ այլ մարդկանց մասին, տեսանյութերով, կուզենայի ձեզ հիշեցնել, որ սիրելիներս, ինչ որ կատարվում է այս աշխարհում, երկու տեսանկյուն ունի՝ սուտ և ճիշտ, սիրելիներս։ Եթե դուք ճշտին եք հավատում, որը այդ տեղեկությունը ճիշտ է, ուրեմն դուք պետք է համոզված լինեք, որ աղբյուրից է, սիրելիներս, և եթե սուտ է, դուք պետք է նույնպես իմանաք, որ աղբյուրից է, որ նույնպես հաստատեք այդ սուտը, սիրելիներս, որտեղ մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որ սուտը ճիշտ են անում, ճիշտն էլ սուտ են անում։ Դրա համար, սիրելիներս, եթե մենք նայենք այն ամեն ինչին, որ ինչը որ Աստծո խոսքին է համապատասխանում, դուք կարող եք գտնել ճիշտ պատասխանը, բայց եթե դուք Աստծո խոսքով չեք կշռադատում մարդկանց գործերը, դուք չեք կարող համեմատեք իրենց գործերը իրոք Աստծուց են, արդար են, թե ոչ, սիրելիներս։ Բայց եթե դուք ուզում եք այդ ամեն ինչը իմանալու համար, սիրելիներս, դուք պետք է ևիրուց ծնված լինեք։ Հիսուս Քրիստոսի անունով, սիրելիներս, դուք պետք է ապաշխարեք, նոր կյանք սկսեք, որ դուք բոլորդ հասկանաք, որ ոչ մի այլ ճանապարհ չկա բացի Հիսուս Քրիստոսից, որովհետև նա է մեզ լուսավորում, լույս տալիս ամեն տեղ, մեր մութ աշխարհում մեզ լույս է տալիս, որ մեզի մենք լուսավորվենք իրենով և լույս լինենք աշխարհի համար, ինչպես ինքն է ասել։ Լույս եղեք, երկրի աղը, սիրելիներս, եղեք, և սիրելիներս, լույսը չի դրվում աշտանակի տակ, այլ վերևը, որպեսզի բոլորը լուսավորի, սիրելիներս, նույնպես և դուք մի ամաչեք Աստծուն ճանաչելու համար, Աստծուն խոսելու ճիշտ տեղին, ժամանակին այն մարդկանց մոտ, որոնք սուտն են առաջ տանում, բայց դուք, սիրելիներս, լինելով արի, դուք ճշմարտությանը, դուք ունեք բոլորը, սիրելիներս, Աստծո խոսքը, որովհետև Հիսուս Քրիստոսով ձեր սրտերում գրվել է այն Աստծո խոսքը և խոսքերը, որ դուք գիտեք, ուղղակի այս նյութական աշխարհն է, որ բոլորին խանգարում է, սիրելիներս, որ մենք մշտական և հավերժ լինենք Աստծո հետ։ Դա պարզ բան է, սիրելիներս, բայց ինչ է պետք դրա համար։ Պետք է հավատք, երկաթիպին հավատք, որպեսզի չկասկածեք Աստծո հնարավորությունների և զորության վրա, որը որ ձեզ է տրվում, և անհնարին բան չկա